Ուրեմն Մկրտիչ սրբազանի մասով այսպիսի իրավիճակ է։ Քրեական օրենսգրքի 451 հոդված կա, որը բռնի անհետացման մասին է խոսում։ Ես հիմա ընթերցեմ այդ հոդվածի դիսպոզիցիան։ Ուրեմն տեսեք, բռնի անհետացումը պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկած անձին ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը։ Ուրեմն պատժվում է ազատազրկման 3-ից 7 տարի ժամկետով, բավականին ծանր հոդված է։ Հիմա տեսեք, մենք այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու Պաստորեն ձախողվել են։ Վերջին անգամ որտեղ եք տեսել, որ ասում եք այստեղ չի, չգիտենք որտեղ է։ Տեսել եք, որ բերման են ենթարկում։ Չենք տեսել, մեզ ասել են, որ իրեն բերման են ենթարկել, այսինքն մեքենան են նստեցրել եւ բերել են իբրև քննչական կոմիտե։ Ասել են բերում են Պարուս Սևակ 4 հասցեով, սակայն Մկրտիչ սրբազանին այստեղ չեն։ Ունեք որոշակի կասկածներ, ինչու են թաքցնում սրբազանին գտնվելու վայրը։ Տեսեք, այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է, բնականաբար սա ճնշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ սա հենց այդ ճշմարտ շրջանակում է։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է այդ հավաքներին իբրև հարկադրելու այդ Տեր Արամի այդ ցուցմունքի կամ հաղորդման հետ, ուրեմն եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված։ Խուզարկության որոշման մեջ չէ գրված դա եղել, որտեղ փաստաբան Մարինե Ֆարմանյանն այդ մասին ասաց, որ խուզարկության որոշումների մեջ գրված է, որ հավաքներին հարկադրելու այդ վարույթի շրջանակներում են։ Այո, ես մանրամասնին չեմ տիրապետում, բայց որքանով տեղյակ եմ, այո, եւ բնականաբար Տեր Արամը ցուցմունք է տվել, բարձր ցուցմունք է տվել եւ իր ցուցմունքն այս ամբողջ գործընթացի հաղորդում չի եղել։ Դե հաղորդում չի եղել, բայց վստահ եմ, որ նա ցուցմունք տվել է։ Իսկ մեծ հետ հայրերի հետ դրություն նշեց, որ հենց անձամբ մեզնից է տեղեկանում, որ Արագածոտնի թեմի առաջնորդը այս պահին անհետացել է եւ իր մյուս հոգեվոր եղբայրներն էլ։ Դե այդ մասով կարծում եմ չի ստում, այդ բանը է տեղեկանում, բայց վստահ եմ ինքը ցուցմունքներ է տվել եւ իր ցուցմունքներն էլ հիմք են ծառայել այս գործընթացը։ Տվել է կա գործում կա դա։ Ես վստահ եմ, որ իր ցուցմունքները կան։ Վստահ եմ, ուղղակի շուտով կիմանամ։ Իսկ միայն նրա ցուցմունքներով է պայմանավորված, թե օրինակ վեհապարի հետ ազգակցական կապը կարող է եւս պատճառ հանդիսանալ դրա համար։ Տեսեք, Միքայել Սրբազանն էլ վեհապարի հետ ազգակցական կապ չուներ, բայց նաեւ հայտնվեց այս քրեական հետապնդման թիրախում։ Ես կարծում եմ, սա հակաեկեղեցական այս շարժման շրջանակների մեջ է։ Պարոն Զոհրաբյան, իսկ Դանիել Իոնիսյանի հաղորդման հիման վրա է այդ։ Այո, որքանով տեղյակ եմ, այո, Դանիել Իոնիսյանի հաղորդումն էլ կա եւ ի վերջո ՀՄԿ-ի այդ նյութն էլ ինքը հրապարակային հաղորդում, այսինքն ԶԼՄ-ների հաղորդում կարող է դիտարկել։ Այդ Դանիել Իոնիսյանը ներկայացրել։ Կարծում եմ, այո։ Մանրամասնը իհարկե կիմանանք, բայց կարծում եմ, այո։ Իսկ քննչականի հաղորդագրությանը ծանոթացել եք թե։ Ոչ, դեռ չեմ ասած։ Նշել է, որ այս պահին կատարվում են բարոյթային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։